Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր Արմեն Հովհաննեսովի վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ ծեծի վերաբերյալ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է երեխայի եղբոր նկատմամբ բռնությանը։ Մասնավորապես 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում։ Տարբեր անհատների եւ ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ մարդկանցից գումար հափշտակելն է։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից եւ հիշեցնում, ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական ֆարսը։ Բաքվի դատարանում կրկին հարցաքննվել են իբրև թե վկաներ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին։